Բարև ձեզ, Գրադարանում այսօր զրուցում ենք փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանի հետ, ողջույն Հասմիկ։ Հասմիկ, դուք սեպտեմբերի 28-ին Մոլդովայում էիք եւ հետևում էիք այնտեղի ընտրություններին, որը որ ավարտվեց ոնց որ գործող եվրոպական ուղիի ջատագով իշխանությունների հաղթանակով։ Ինչպես էիք գնացել եւ ինչ էիք անում այնտեղ։ Իդեպ երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը Մոլդովայի վերջնականապես հաստատեց արդյունքները եւ այո գործող կառավարող ուժը համերաշխություն եւ գործունեություն ստացավ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում։ Այո, ես իրազեկ քաղաքացիների միավորման անունից հավատարմագրվել էի որպես դիտորդ եւ հնարավորություն ունեցա դիտորդական առաքելության կազմում մի քանի ընտրատեղամասերում լինել մայրաքաղաքում, Քիշնևում եւ հարակից մի 5-6 գյուղերում այսպես դիտորդական առաքելություն էինք իրականացնում։ Մեզ ավելի շատ մասնավորապես փաստերի ստուգման հարթակին ավելի շատ հետաքրքրում էր ինչպես է եղել Մոլդովայի ընտրություններից առաջ տեղեկատվական դաշտը, տեղեկատվական հոսքերն ինչպես են, ինչ հանգամանքներում են տեղեկություններ տարածվել, որովհետև կային շատ հրապարակումներ են մասին, որ fake կեղծ տեղեկություններ տարածող հրապարակումներ շատ կային եւ ապատեղեկատվության տարածումներ շատ մասսայական եւ այդ առումով մեզ շատ էր հետաքրքրում թե ինչ հանգամանքներում եւ ինչ ձևով է գործել տեղեկատվական դաշտը Մոլդովայում։ Որովհետև այս խորհրդարանական ընտրություններին նախորդել էին հանրաքվե նախագահական ընտրությունները, որի ժամանակ արդեն կային ազդակներ, որ սոցիալական մեդիան օգտագործվում է ընտրողների վրա ազդելու համար եւ նաեւ ուղղակի գումարներ են պատտվում էլի սոցիալական մեդիայի օգնությամբ մարդկանց են հավաքագրում եւ ոնց որ քննություններ համարվում այս ընտրությունը ժողովրդավարության համար։ Այո, Մոլդովայում այդ փորձը նաեւ նկատի ունենալով 2024-ի 1 տարի առաջ հանրաքվեի եւ գործող նախագահի հաղթանակը շատ դժվար պայմաններում էր ստացվել, էլի ապատեղեկատվության տարածման այդ տեղեկատվական գրոհի միջոցով եւ մասնավորապես շատ գրոհը բացահայտումներ են եղել իհարկե, կան փաստեր այդ մասին, որ գրոհը կազմակերպված է եղել ռուսական կողմից, պրոռուսական ուժերի կողմից եւ գումարները պատտվել շրջանառվել են հենց ռուսական բանկերի միջոցով, այնտեղ շատ տարածված է եղել vote buying ձայների գնման այդ երևույթն է շատ տարածված եղել, թեպետ այս տարի արդեն ասում էին, որ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները որոշակիորեն նվազեցրել են դրա աստիճանը, այդուհանդերձ եղել են այս ընտրություններում եւս եղել են նաեւ դեպքեր այդպիսի։ Երևի պետք է կոնտեքստ տանք, որովհետեւ Մոլդովան երկիր է, որը որ ունի իր կոնֆլիկտը, Մոլդովան երկիր է, որտեղ որ պայքար է գնում ուժերի մեջ քաղաքական, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են Եվրամիության հետ, եվրոպական արժեքների հետ եւ կան ռուսական ազդեցությունը մեծ է եւ ռուսական ազդեցությունը փորձում է այդ երկիրը պահել հետ այդ մղումներից եւ նաեւ կա նաեւ մի հետարքիչ տարբերություն այնտեղ Մոլդովայում քվեարկում են նաեւ Սփյուռքը եւ դա էլ որոշակի խոսակցությունների առիթ է տալիս։ Ես շատ նմանություններ էի տեսնում Հայաստանի հետ, որովհետեւ այո Հայաստանում էլ ռուսական ազդեցությունը մեծ է, Հայաստանում էլ կա եվրոպական ուղղության ջատագովություն կա եւ այդ առումով այդ տեղեկատվական հոսքերի այս միջավայրում այդ ապատեղեկատվության տարածումը, կեղծ ինֆորմացիայի տարածումը պարարտ հող է գտնում եւ հեշտ է այդ կերպ ազդել հասարակական կարծիքի վրա։ Այո, Մոլդովայում ռուսական ազդեցությունը մեծ էր, այնտեղ երկրորդ ուժը, որ ունի արդեն խորհրդարանում կարծեմ 20-ից ավելի ձայն, դա հայրենասերների բլոկն է, եւ կան նաեւ այլ ուժեր, իհարկե, որոնց ուղղվածությունը ճիշտ է,
ռուսական չի, բայց միանշանակ ռուսական չի, բայց էլի կա ընդդիմադիր են գործող իշխանություններին։ Ասացիք, որ ձեզ ավելի շատ հետաքրքիր լրագրողների աշխատանքը, ես էլ մի քանի բան կարդացել եմ, նայել եմ, նաև 24 թվականի ընտրություններից, օրինակ, երևի երկու ուղղություն կարող ենք առանձնացնել, մեկը հետաքննական լրագրությունները, երբ որ բացահայտում են այդ գումարներ բաժանելու մեխանիզմները լրագրողները, երևի գուցե կուզեմ այս մասին պատմեք, եւ նաև փաստերի ստուգման լրագրողների աշխատանքները։ Ես այո, այնտեղ հետաքննական շատ ճանաչված մի լրատվամիջոց Ziarul de Gardan հետաքննություններ անցկացրել եւ նրանց լրագրողը ներդրվել էր այդ խմբերի մեջ եւ խմբերի, որոնք որ մարդկանց են հավաքագրում եւ գումարներ են բաժանում, ձայն են գնում։ Ոչ միայն հավաքագրում, ոչ միայն ձայների գնման, այլ նաև սոցիալական ցանցերում բոտեր աշխատեցնելու գրառումներ, իրենց ցանկալի նարատիվներով գրառումներ կատարելու այդ խմբերի մեջ էր ներդրվել լրագրողը եւ այդպես հոդվածների շարք ուներ, նաև BBC-ն է արել այդպիսի ներդրման պատմություն եւ նրանց հետաքննություններով կարմիր թելի նման գնում է ռուսական ազդեցությունը ցույց է տրվում թե ինչպես են խմբերը համակարգվում եւ Կրեմլի գրոհայիններ այդպեսի կեղծանուններով սկսում են բոտերով եւ այլ միջոցներով կարողանում են սոցիալական ցանցերում գրել իրենց հաճելի եւ իրենց ցանկալի գրառումները, օրինակ հեղինակազրկող գրառումներ, որ օրինակ Մայա Սանդուն չի կարողանում կառավարել երկիրը, նա տանում է երկիրը դեպի Եվրոպա նրանք համեմատում էին LGBT համայնքի զարգացման եւ դրա ազդեցության մեծացման հետ եւ այդպես եւ կեղծ եւ անհիմն եւ հորինված պատմություններ Մայա Սանդոյի կոռուպցիայի կամ կարողությունների այո, այդպիսի հրապարակումներ մենք գիտենք դոպելգենգերների մասին, որոնք նույն հեղինակավոր լրատվամիջոցներին կրկնող նմանակող կարճ կյանք ունեցող կայքեր են եւ այդ կայքերի միջոցով Մայա Սանդուին վարկաբեկող բազմաթիվ հրապարակումներ գիտեք հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 39 այդպիսի հրապարակում էր հայտնաբերվել օրինակ այսպիսի մի հրապարակում ասեմ, որ ունկնդիրները ավելի պատկերավոր կարողանան հասկանալ իրավիճակը, որ Մայա Սանդուն ունեցել է գաղտնի սիրուհի եւ սիրուհին $24 միլիոն պետբյուջեից գումար է վերցրել եւ փախել է երկրից։ Այսինքն եւ նաեւ հետաքննող լրագրողները փաստեր ստուգող հետաքննող լրագրողները կարողացել էին բացահայտել, որ դա կեղծ է եւ հեղինակազրկելու, վարկաբեկելու իշխանություններին նպատակ ունի։ Մի հատ միջանկյալ հարցն եմ, այսինքն լրագրողները ցույց են տալիս այդ, որ ասենք, վարկաբեկող է, կեղծ է, հորինված է, անհիմն է, մարդկանց ինչքանով էր հասնում Մոլդովայի մեջ տեղեկատվությունը, մարդիկ որ կարդում են, ասենք, սուտ լուրը, հետո կարդում են այդ սուտ լուրի մասին ամբողջական տեղեկատվությունը ոնց է տարածվում, ինչ որ հետ ես չեմ կարող ասել ուսումնասիրություն, ես ինքս տենց չեմ կարող ասել կան արդյունքներ թե ոչ, բայց օրինակ մենք հանդիպեցինք այնտեղ ընտրությունների նախորդին մենք հանդիպեցինք նույն Սանդուի քաղաքական ուժի ներկայացուցիչի հետ եւ ինքը ասում էր, որ իրենց հակա ապատեղեկատվական արշավը արդյունքներ ունեցել է եւ երևի նաեւ այս արդյունքները դրա ընտրությունների արդյունքները դրա վկայությունը կարող են լինել, որ իրենք շատ արագ փորձել են այո, դիբանք են կարողացել են հերքել եւ նրանց մոտ ասած, որ մեր մոտ դա նորություն էր,
եւ pre-banking են կարողացել են կանխել այդպիսի տեղեկությունները, որ կարող են նման լուրեր տարածվել եւ ասած, որ իրենք սոցիալական ցանցերում մեծ ներդրում են արել այդ տեղեկատվական գրողներին դիմակայելու համար։ Սոցիալական ցանցերի աշխատանքի մասին ինչ կուզեի պատմեիք, թե ինչպես էին օգտագործում TikTok-ը, Telegram-ը եւ Այո, ես ԵՀԿ-ի զեկույցից կարող եմ ձեզ տվյալներ հայտնել։ TikTok-ի մասով կա սեպտեմբերի 16-ին հրապարակվել է իրենց վերլուծությունը այն մասին, որ օրինակ սեպտեմբերի 16-ի դրությամբ TikTok-ում կասեցվել է ավելի քան 2.2 միլիոն հավանում եւ 1.4 միլիոն կեղծ հետևելու փորձ, այսինքն փորձել են հետևել բոտերը փորձել են հետևել ինչ որ օգտատիրոջ հաշվի եւ նաեւ գործել են սխեմաներ, երբ օրինակ Բանգլադեշից կարողացել են նույն այդ բոտերը գրառումներ կատարել եւ նաեւ այդպիսի account-ներ հաշիվներ են կարողացել կասեցվել TikTok-ում եւ օրինակ հեռացվել է շուրջ 100,000 կեղծ հաշիվ, ինչպես նաեւ 1.3 միլիոն ասեցի այդ լայքերը եւ հետևելու այդ փորձերն են կարողացել Մետան եւ մնացած Telegram-ը եւ մնացած ցանցերը դեռ չունեն իրենց զեկույցները այդ մասով, բայց մենք հանդիպեցինք այնտեղ audio-visual council-ի ներկայացուցիչ նրանք Հայաստանում կարող են հեռարձակման հանձնաժողովի անդամներից մեկի հետ եւ նա ներկայացնում էր իրենք էլ բազմաթիվ տուգանքներ եւ տուժեր նաեւ արգելումներ են ունեցել, որոշումներ են կայացրել կեղծ ապատեղեկատվության կեղծ ինֆորմացիա եւ ապատեղեկատվության տարածման վերաբերյալ նյութերի, հաղորդումների եւ այլն։ Փաստեր ստուգող լրագրողների հետ խոսեցիք, ինչ էին պատմում իրենց աշխատանքից եւ ինչպես է հաջողվել եւ կարողանալ լսարանին հասնել, որպեսզի նրանց օգնել պաշտպանվել ապատեղեկատվական հոսքերից եւ ինչ որ դեպքերում գուցե աշխատել այդ հեռահաղորդակցության հսկաների հետ, ասենք Meta-ի, TikTok-ի եւ մյուսների այդ իմաստով ինչ փորձ կա։ Ես անձնական զրույցներ չեմ ունեցել, բայց զուտ հետևել եմ իրենց աշխատանքին, օրինակ Stop False այդպիսի IFCN-ի անդամ լրատվամիջոցը բավական ակտիվ է աշխատել նույն Zero the Garden իրենք էլ հետաքննություններով բավական ակտիվ աշխատել են եւ երևում էր իրենց մեծ ներդրումը նաեւ այս ամեն ինչի մեջ, որովհետեւ նույն լրագրողների ներդրման այդ փորձերը դրանց միջոցով բացահայտումները ցույց են տալիս, թե ինչ հսկայական աշխատանք են արել լրագրողները, փաստեր ստուգողները Մոլդովայի ընտրություններից առաջ եւ նաեւ արդյունքները նաեւ այսպիսի արդյունքները նաեւ կարելի է համարել նրանց հաղթանակի, նրանց աշխատանքի արդյունք հետևանք։ Իրենք համագործակցված են աշխատել։ Հա Օրինակ Zero the Garden նույնն է արել եւ իր նյութերում նաեւ վկայակոչում էր իր գործընկերներին, որոնք նույն գործն են արել այդ ներդրման process-ի մեջ, այդ այսինքն երևում էր, որ մրցակցության մեջ չեն էլի, երևում էր, որ իրանք համագործակցաբար աշխատել են իրար հետ։ Ընդհանուր երբ որ հետևում են, կան խոսակցություններ, որ Մոլդովան մոբիլիզացրել է եւ օրենսդրական եւ ինչ որ դեպքերում ուժայիններ եւ ֆինանսական հոսքերը վերահսկող կառույցներ եւ քաղաքացիական հասարակություն եւ լրագրողների ներուժը, որպիսի կարողանա այսպես ասած պաշտպանել մարդկանց ընտրությունը։ Բայց դա կարող է նաև կողքից նայվել, որ կարող է ինչ-որ իմաստով գերազանցել են ժողովրդավարության թույլ տված գործիքները։ Ինչ է կարծում եք թեմայով։ Ես կասեի պաշտպանել ժողովրդավարությունը, նրանք ամեն ինչ մոբիլիզացրել են պաշտպանելու ժողովրդավարությունը եւ նրանց մոտ դա ըստ էության ստացվեց։ Օրինակ ոստիկանության մասին ասում էին, որ նրանք կոչ էին անում գնալ ընտրության,
նրանք եւ խոստանում են, որ կպաշտպանեն նրանց ձայն, կպաշտպանվի նրանց ձայնը։ Մինչդեռ հակառակ ընդդիմադիր ճամբարում մեր ունեցած հանդիպումների ժամանակ դա ընկալվում էր որպես ոստիկանության կողմից քարոզչություն։ Այսինքն որ գնացեք, ընտրեք իշխանությանը եւ այլն։ Նույն ընդդիմադիր ճամբարում շատ ակցիաներ, շատ գործողություններ, փոփոխություններ, հա, բարեփոխումներ ընկալվում էին որպես իրենց ընտրության սահմանափակում, օրինակ նրանք ասում էին, որ ընդդիմադիր ճամբարում ասում էին, որ արտերկրի սփյուռքի մոլդովացիները, հա, ընտրելու իրավունք ստանում են տեղ նախընտրություններով, այսինքն օրինակ որտեղ որ շատ է համայնքը մոլդովացիների, նրանք գնում են մեծ ընտրատեղամասեր են բացել, այսինքն քննադատություն կար այդ առումով իշխանությունների նկատմամբ, որ նրանք տալիս են պայմաններ, որ հնարավորություն են տալիս, որ մեծ սփյուռք ունեցող տեղերում, վայրերում, երկրներում մոլդովացիները գնան ընտրելու, մինչդեռ Ռուսաստանում օրինակ բացվել էր միայն 2 ընտրատեղամաս։ Դա քննադատության առիթ էր դարձել բաների համար, ընդդիմության։ Ընդհանրապես ոնց որ Ռուսաստանը համարում էր, որ այդ ընտրությունները արդար չէին եւ հենց հաջորդ օրը ընտրությունների իրենք շատ ապատեղեկատվություն տարածեցին, հայտարարելով թե ընդդիմությունը հաղթել է, ընդդիմությունը միասնական ձայները ավելի շատ են, քան իշխանության, մինչդեռ միասնական ընդդիմության մասին չէր կարող լինել խոսք, որովհետև այնտեղ ընդդիմությունը չի միավորվել, բառացի, որովհետև նրանք տարբեր ուղղությունների ընդդիմություն են եւ նրանց չէր կարելի մեկ միասնական համախմբման մեջ ընկալել։ Ես նաև կուզեի ընդգծել հետաքննությունների արդյունքների մասին հետաքրքիր բացահայտում էին արել, որ ձայների գնման ակեղծ եւ ակեղծ ինֆորմացիայի ապատեղեկատվության տարածման այս գրոհայինների, հա, բանակի ղեկավարը Ռուսաստանից կազմակերպողը Իլան Շորն էր, որը քրեական հոդվածով հետախուզման մեջ է եւ գտնվում է Ռուսաստանում եւ նրա առնչություններն էին բացահայտել նաեւ լրատվամիջոցները Post Svязь բանկի հետ, որի միջոցով էլ հենց կրիպտո նաեւ ընդհուպ մինչեւ գումարներ, ընդհուպ մինչեւ կրիպտո վալյուտաներ էին փոխանցվում այստեղ բանակում ընդգրկված եւ իրենց այո, ընդգրկված իրենց հետ աշխատող մեդիա, այսպես ասած, մարդկանց, որոնք հասարակական կարծիքի վրա ազդելու համար ստեղծված խմբերի անդամներ էին։ Իլան Շորը մոլդովացի է, որը Ռուսաստանում է ապրում։ Այո, հետախուզման մեջ է, մեղադրանքով փողերի լվացում։ Որովհետև ընտրությունից առաջ կասկած կար, շատ լուրջ պայքար էր գնում, կհաղթի արդյոք Սանդուն թե ոչ։ Հա, եւ արդեն մեդիայի դերը ահավոր մեծ էր։ Եվ այո, մեդիայի դերը նաեւ ես չգիտեմ այդպիսի փաստ, բայց ես ենթադրում եմ մեդիայի դերը նրանով էր նաև մեծ, որ այդ հետաքննությունների, ստուգումների եւ բացահայտումների արդյունքում էր նաև, որ այդ գրոհայինների բանակի մեդիա գրոհայինների բանակի ստեղծման հիմքերում կանգնած այդ տեխնացուներից մեկը եւ նաեւ ուժերից մեկի գրանցումը անճանաչվեց անվավեր եւ վերջին պահին քվեաթերթիկում ճիշտ է կար իրենց անունը, այդ Մոլդովա մար է այդ կուսակցության անունը թեպետ կար, բայց հայտարարվում էր, որ նրան ընտրած քվեաթեր անվավեր են լինելու։ Այսինքն մի կուսակցություն չմասնակցեց։ Ինչ դասեր ունենք մենք մեր ընտրությունների համար, որովհետև հաջորդ տարի Հայաստանում է ընտրություններ եւ չգիտեմ ինչ տեխնոլոգիաներ կկիրառվեն, բայց ամեն դեպքում սպասվում է, որ մեդիայի դերը նորից մեծ կլինի եւ գուցե մարդկանց ձայների վրա ազդելու փորձեր կլինեն ուղղակի կամ անուղղակի ձևերով։
ինչ անենք։ Արդեն ընտրությունները դեռ չեն սկսվել, այսինքն այս նախընտրական այս հատվածում էլ արդեն տեսնում ենք ապատեղեկատվության տարածման մեծ արշավ Հայաստանում, տեսնում ենք, որ նոր կայքեր են ստեղծվում, նոր կեղծ ինֆորմացիաներ են տարածում, մենք էլ որպես փաստեր ստուգողներ անդադ բարբերաբար անցնում ենք դրանց վրայով, հերքում ենք, որ նման տեղեկություններ կան եւ ստուգում եւ ապացուցում ենք, որ դրանք սխալ են, կեղծ են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Այդ առումով մենք նմանություն ունենք, ոնց որ ընտրություններից առաջ արդեն սկսվել է մեզ մոտ այդ արշավը եւ ես այո շատ կարեւորում եմ այս ամենի մեջ մեր բոլորիս լրագրողներիս գիտակցված աշխատանքի դերը, փաստեր ստուգողների մասնավորապես աշխատանքը եւ ես կարծում եմ, որ պետք է մենք կարողանանք միասին դիմակայել այդ գրողներին եւ այնպես անենք, որ հասարակական կարծիքը չտուժի, անվստահություն չառաջանա եւ այնտեղ նաեւ կար խնդիր մեր բոլոր հանդիպումներում մարդիկ ասում էին, որ հասարակությունը այստեղ բևեռացված է, նաեւ այդ ամենի շնորհիվ է, նաեւ այդ ամենի հետևանքով է այդ բևեռացումը եւ մենք էլ պետք է թեպետ մեզ մոտ էլ նկատում ենք այդ բևեռացումը, բայց մենք մեր դերը երևի կունենանք ճիշտ ինֆորմացիա մատուցելով հանրությանը։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ։